Սենց խոսույթ կա, որ բանի խնդիրների լուծումները մինչև հարցը չլինի խնդիրներ չառաջանան, չեն կարող լուծումներ տալ, այս խոսույթը ամենավատ բանն է, այտենց ասենք կարող է ցանկացած 3 միլիոն մարդուց ցանկացած մեկը որևէ պաշտոնի աշխատի ու նույն բանը ասի դե ինչքան կարողանում ենք, այդքան ենք անում, հարց կլինի, բայց պետական պաշտոնյայի սենց ասեմ, ունակությունները պետք է այնպիսին լինի, որ ինքը կարողանա ընկալեն հնարավոր խնդիրները, որ առաջ կան, գոնե լսի։ Լավ, չենք ասում բոլորը ամեն ինչ կարող են, բայց այդ որ մարդը ասում է պետք է լսեն, չէ՞ գոնե։ Փաստորեն մենք էմպիրիկ մեթոդով ենք առաջ գնում, կառավարում, փորձում ենք, ստացվեց խնդիրներ առաջացան, հետո մի լուծում կփորձենք, կստացվի, կլուծվի, չի ստացվի, մեկ այլ լուծում կփորձենք, այսինքն փորձով ենք գնում։ Քիչ կենցաղային օրինակ։ Կանխատեսում չունենք։ Շատ մի քիչ կարող է տենց վատ օրինակ է, բայց մեքենա որ փչանում է, ասենք մի բան որ փչանում է, տանում են այս տենց շատ է, չէ՞, մարդկանց հետ հանդիպե, տանում են, ասում են, այս մի մասը փոխենք, փոխում են, ասում են, չէ, ուրեմն դրանից չէր, հետո այն մյուս մասն են փոխում, հետո պարզվում է մի հատ լար էր փոկված, այդ լարի համար այդքան ծախս արեցին, հիմա այս հայտարարման համակարգն է։ Այդքան ռեսուրս վատնեցին, այդքան փող ծախսեցին, ասենք ինչի համար ես չգիտեմ, կարող է մինչև այդ մի քիչ որ նորմալ մի տարի ուշ մտածեին, մի տարի թեկուզ ուշ անեն կամ 6 ամիս ուշ ներդրեին, այս պատմությունը չէր առաջանա, մի բան էլ ասեմ 2003 թվին, ես չգիտեմ ինչքան հայտարարագրողների քանակ կար, բայց հաստատ հայտարարագիր ներկայացնողները անգամով պակաս են եղել, քան իրական հայտարարագիր ներկայացնողներն էին։ Ու մեծ մասը պետական պաշտոնյաները պետք է ներկայացնեն։ Ու ստացվում է, որ պետական պաշտոնյաների մեծ մասը հայտարարագիր չի ներկայացրել, ու դրանից 23 թվականի իմաստ եմ ասում, ու դրանից հետո որևէ աշխատանք չի տարել, որ գոնե պետական մարմնի աշխատողները այս հայտարարագիրը լրացնեին։ Եթե այդ գործողությունը մի քիչ ավելի շուտ անեին, ծանոթությունների եւ այլի տեսքով գոնե պետական մարմնի աշխատողները անեին, այս խնդիրները չէր առաջանա, թեկուզ են դեֆորմացված իրավիճակով։ Եվ այս թեման ամփոփելու համար ուղղակի ինձ թվում է լսարանին չնայած շատերը ենթադրում եմ գիտեն արդեն, բայց մի մասն էլ կարող է չիմանալ, դրա համար ամենայն դեպս նշենք, որ նաև նախագծով առաջարկվում է, որ եթե անձինք ունեն սոցիալական ծախսեր, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն պետության կողմից վերադարձման, դա գիտենք կրթական եւ առողջապահական ծախսեր են, այլ ծախսեր կային, կարծես թե միայն կրթական եւ առողջապահական ծախսերն էին, տարեկան կտրվածքով 100,000 դրամից ոչ ավել, որով պետությունը փաստորեն խթանում է մի կողմից այդ նույն ոդքասթի ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Վարդան Թունյանը նշում էր, որ այդպիսով զարգացնում են մարդկային կապիտալը, ես ճիշտ ասած մի քիչ լավ չեմ պատկերացնում տարեկան 100,000 դրամով դա օրինակ վճարովի համապատասխան կրթական հաստատությունների տեղ-տեղ 1 ամսվա, տեղ-տեղ 2 ամսվա վճարի գումարն է, ես չեմ պատկերացնում ոնց ենք 100,000 դրամով զարգացնում մարդկային կապիտալը, բայց ինչևէ նկատի ունենանք, որ ըստ նախագծի ուրեմն եթե կա սոցիալական ծախսի փոխհատուցում, ամեն դեպքում պետք է նույնիսկ առանց փոփոխելու նախահայտարարագրված, նախալրացված տարբերակը եկամտային հարկի հաշվարկի, պետք է մտնել եւ ստորագրել ու ներկայացնել։ Միայն այդ դեպքում նոր այդ գումարները կարող են ստանալ։ Միայն այդ դեպքում կստանան, այս մասով էլ ճիշտ ասած սա ոնց կարծես մի տեսակ բան լինի, մի տեսակ ասոցիացիաներ են առաջանում, որ մենք քաղաքացիներին ասում ենք, բայց ամեն դեպքում պետք է մի բան արած պետքա լինեք, ոնց որ նեղ սրտել ենք, նեղացել ենք նրանից, որ քաղաքացիները չեն ներկայացնում այդ հայտարարագիրը, ասում ենք, բայց եթե այդպես է, ուրեմն ամեն դեպքում մի բան կանեք, նոր փողը կտանք, առանց ոչ մի բան անելու չենք տա, ինչևէ այսպիսի փոփոխություններ են նախատեսվում եկամտային հարկի շատ կարճ ասեմ էլի
Այսօրվա կառավարության նիստում Թորոսյան Արսենի կողմից տենց հաց բարձրացվեց, որ ասենք եթե հայտարարագիրը ներկայացել է ավտոմատ ռեժիմի վրա լինի, այդ վերադարձել, էլ դիմում չգրվի, ու բոլոր ասցին հա ճիշտ է ասում բան, տենց էլ անելու ենք, բայց հիմա ես չեմ ուզում, որ այդ գումարը այդ պահին միանգամից ինձ վերադարձնի։ Ինչ եք ավտոմատի տակ դնում։ Շատ པարզ լուծումներ կա, ասենք այդ ավտոմատի տակ դնելու։ Մի հատ այդ բան դնեք, ուզում եք վերադարձվի, այսինքն հայտարարագիր ներկայացնելուց այդ այո կամ ոչի տարբերակը լինի, որտեվ ես կարող եմ օրինակ, քանի որ ԱՁ-ի մեկ էլ օրինակ ֆիզիկական անձի այդ բանը նույնն է, հարկային մարմնում անձնական, այսինքն նույն տեղում է գեներացվում վճարը բանը։ Կարող է ես չեմ ուզում այդ գումարը ուզում եմ պահեմ, հետագա հարկերից նվազեցնեմ, ասենք ինչ եք ստիպում, որ այդ գումարը վերցնեմ, հետո չթողեմ, էլի։ Այսինքն միշտ պիտի մտածեն, ոչ թե կանոնը սենց պիտի անենք, այլ միշտ պետք է լինի այլընտրանքային տարբերակ, անձը որոշի, ինքը ոնց է ուզում։ Հա, այսինքն մի քիչ ավելի խելացի համակարգեր նախատեսենք, ի վերջո ինձ թվում է այդ տեղեկատվական համակարգերը կառուցող, ես չգիտեմ ովքեր են զբաղվում կոնկրետ եկամտային հարկի ու այդ ՊԵԿ համապատասխան ռեսուրսներով ովքեր են զբաղվում, բայց ինձ թվում է բարդ բան չի, ես կարծում եմ կան շատ լավ մասնագետներ եւ կկարողանան այդպիսի լուծումներ տան, օրինակ լուծում տան, որ եթե այսպես, ապա այնպես ու ոչ թե ընդամենը մեկ լուծում տան, ես չեմ կասկածում այդ մարդկանց մասնագիտական որակների վրա հաշվի առնելով ՊԵԿ էլեկտրոնային համակարգի աշխատանքի որակը։